Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Զանգվածային թունավորում, նույն աղբյուրից սնվող բնակավայրերում Բյուրեղավանում շտապօգնության հեռախոսը չի լռում։ 5 միլիարդ գաղտնի պարգևավճարների համար, հարկատուն վճարում է, բայց չի իմանում ում համար։ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, ինչ սահմանափակումներ ունի Գյումրու քաղաքապետը։ Ադրբեջանական շինանյութ Հայաստանում, ինչ է հայտնի ներմուծման մասին եւ ինչպես կազդի դա հայ տնտեսվարողների վրա։ Ուղերձ Բաքվից Երևանին, խոստումներ պատերազմի ստվերի տակ, որն է խաղաղության Ադրբեջանի տարբերակը։ Բյուրեղավանը կրկին նույն ճգնաժամի առաջ է, ապրիլին զանգվածային թունավորումից ընդամենը 2 ամիս անց։ Շտապօգնության մեքենաները մեկը մյուսի հետևից կանչերի են շտապում։ Պոլիկլինիկայում հերթը հիվանդների թիվը ժամ առ ժամ աճում է։ Իսկ բնակիչները կրկին նույն կասկածն են հնչեցնում՝ խմելու ջուրը։ Թե ինչու է նույն աղբյուրից սնվող բնակավայրերում երկրորդ անգամ նման իրավիճակ ստեղծվում եւ ինչ են բացատրում պատասխանատուները, Սեդա Գյուրեխյանն է պարզել։ Հենց նոր կանչ ստացանք 24 տարեկան Աննան ջերմում է լուծ թուլություն։ Մեկնելու ենք Բյուրեղավան Օղակաձե փողոց 3-րդ շենք 22 բնակարան։ Գիշերվանից չի լռում շտապօգնության հեռախոսը։ Աբովյանի բրիգադը նախորդ կանչից 20 րոպե անց շտապում է հերթական հասցե։ Բյուրեղավանում, Նուրնուսում և հարակից համայնքներում աղիքային թունավորման մասսայական դեպքեր են տեղի ունեցել։ Հիվանդները բուժհաստատություններ են դիմում սրտխառնոցով և սուր աղիքային ցավերով։ Սա առաջին դեպքը չէ։ Նման դեպք տեղի է ունեցել նաև այս տարվա ապրիլին։ Բնակիչները սա կապում են ջրի աղտոտվածության հետ։ Իսկ Բյուրեղավանի պոլիկլինիկա յուրաքանչյուր 10 րոպեն մեկ հիվանդ է մոտենում։ Այսօր է սկսել երեխու մոտ։ Հետա տալիս փորլուծություն, թուլություն, դե երեխա ինքը չի չափել, իր մաման, պապան գործի է, ես է զանգյասը տնամ իր տատիկ հետ եմ տալիս։ 3 հիվանդ, 2-ը Ռուսաստանից եկած, մեկը 1.5 տարեկան։ Ամբողջ գիշեր հետ են տվել ու պատկերացեք չեն կարողանում կանգնել անգամ։ Ահազանգերի թիվը րոպե առ րոպե ավելանում է, շտապօգնությունը այցելում է տներ, բուժօգնություն ցույց տալիս տեղեր նշանակում։ Ժամը 16-ի դրությամբ միջին ծանր վիճակում 6 մարդ հոսպիտալացվել է։ Այս պայծրությամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին, գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրություններ եւ 2-3 օրվա ընթացքում արդեն պարզ կլինի, թե ինչն է եղել աղիքային վարակի պատճառը։ Բյուրեղավանն ու տարածաշրջանի բնակավայրերը Նուրնուսի աղբյուրից են ջուր ստանում։ Պոլիկլինիկայի տնօրենը ենթադրում է, հենց ջուրը կարող է լինել մասսայական թունավորման պատճառը։ Քանի որ ինչ որ մի ընտանիք չի երկու, որոնք քեֆի եղածը լինեն կամ ինչ որ մի միջոցառման, բոլորը նույն բանը կերած լինեն, նրանք ապրում են տարբեր տեղեր, ասենք թեկուզ Նուրնուս, Բյուրեղավան, Արզնի, նշանակում է ավելի հնարավոր է, որ ընդհանուր օգտագործման ինչ որ բանից չէ լինի։ Վեոլիա ջուրը ահազանգի հետքերով եկել էր տարածաշրջանում նմուշառության։ Ինչպես ապրիլի բռնկումից հետո, այնպես էլ հիմա ընկերությունը հայտարարություն է տարածել, որ որևէ վարակ ջրում չի հայտնաբերվել։ Ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Իսկ բնակիչների գանգատը նույնն է, այս տիկնոջ թոռը ապրիլին թունավորվել էր, վիճակը ծանր էր։ Վիոլա ջուրը մենք պոստայում ենք աշխատում, գալիս են թվերավոր գրած են։ Մեկը ինձ, մեկը մյուսներին, այտենց մարդ չկա, որ թվեր գրած չլինեն։ Ավել գումարներ են գրում քիչերիկ, կեղտոտ ջուրն էլ կապում են մարդկանց ջանին։ Այս ընթացքում հերթական ահազանգից վերադարձել էր շտապօգնության բրիգադը։ Բժշկուհի Հակոբյանը հայտնեց, բոլորն անխտիր նշում են, ջրից տարօրինակ դառնահամ են զգացել։
ասում են, որ ջրի ինչ որ հոտ են առել, ինչ որ համը դուրները չի եկել։ Ապրիլի թունավորումներից հետո որևէ քայլ փաստացի չի իրականացվել, ասում են դեպքից հետո համայնքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները։ Դրա համար էլ այսօր այս վիճակն է։ Համայնքապետն ասում է քրեական գործ կա։ Այն ժամանակ քրեական գործ ահարուցվել այդ դեպքում։ Այո։ Քրեական գործ ահարուցվել քննիչական կոմիտեում ընթացքից տեղեկություն չունենք արել։ Թե ինչու նույն տարվա ընթացքում Նուրնուսի աղբյուրից սնվող բնակավայրերում արդեն երկրորդ անգամ է գրանցվում զանգվածային թունավորման դեպք, Veolia ջուրը չի մեկնաբանում։ Ընկերությունից միայն հայտնում են, որ այժմ պատրաստվում են նաև հավելյալ հետազոտություններ իրականացնել։ Իսկ թե ինչ արդյունքներ էին տվել ապրիլյան բռնկումից հետո կատարված ուսումնասիրությունները եւ ինչ հետևություններ էին արվել, ընկերությունում հրաժարվեցին մեկնաբանել, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Սերակ Ուրեղյան, Տարոն Ղադիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով 15 միլիոն դրամ գրավի եւ բացակայելու արգելքի համակցմամբ։ Հակակոռուպցիոն քրեական դատարանը տեղեկացրեց, որ տնային կալանքի ժամանակահատվածում Ղուկասյանին արգելվում է նամակագրությունը, հեռախոսով խոսելը, արգելվում է օգտվել հաղորդակցության մյուս ձևերից, այդ թվում փոստային առաքումներից։ Նրան արգելվում է նաեւ շփվել այլ անձանց հետ, հյուրեր ընդունել։ Ղուկասյանը կարող է շփվել միայն իր ընտանիքի անդամների եւ փաստաբանների հետ։ 10 անգամ ընդրվել եմ քաղաքապետ եւ ազգային ժողովի պատգամավոր։ Ոչ մի անգամ դատվածություն չեմ ունեցել։ Եվ ընդհանուր իմ մասնակցությունը քաղաքապետի եւ ազգային ժողովի պատգամավորի ընտրություններին Գյումրիի ամենաշատ ծայրեր հավաքած ուրեմն քաղաքապետն եմ եւ տեխնացուն եմ եղել մինչեւ այսօր։ Այսինքն այդ ամբողջ քաղաքը ինձ վստահել է ու վստահում է իմ կատարած աշխատանքների գործունեության համար։ Դա իմիջ այլոց։ Երկրորդ, երբ որ իրոջը խաչում էին, ինքը ասում էր, հայր, ներեք սրանց մեղքերը, զի ոչ գիտեն, զի ինչ գործել։ Ամբողջ աշխարհի ջրերը ստեղծողը մինչև հիմա որ ջուրը ստեղծել է, մենք խմում ենք։ Խաչի վրա ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին։ Եվ այնտեղ եւ միտեղ ասում է, թե եթե դի երեսիդ կխփել մյուսն է դեպտուր, բայց եղբայրը։ Մենք իրար եղբայրներ ենք, որովհետեւ մենք խոսում ենք հայոց լեզուն, մենք մկրտված ենք սուր առաքելական եկեղեցով եւ ուզում եմ այդ սկզբունքով մենք մեկս մյուսից նայենք եւ ասենք, ես մի բան եմ ասել, ովքեր որ իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրանց նորողամտությամբ նայի։ Իսկ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է վերաքննիչ քրեական դատարան։ Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ եւ անաչառ գնահատական։ Բայց Ծառուկյանի շուրջ իրավական գործընթացները միայն կալանքի հարցով չեն սահմանափակվում։ Զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում նաև նրան պատկանող ակտիվների շուրջ։ Ծառուկյանի մուլտիվելնեսը արդեն քաղաքապետարանի տիրապետության տակ է։ ABC Media-ի հարցմանը պատասխանել է քաղաքապետարանը եւ նշել, որ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող 1.26 հեկտար մակերեսով հողամասը եւ դրա վրա գտնվող շենքերն ու շինությունները Երևանի համայնքի սեփականությունն են։ Քաղաքապետարանի պարզաբանմամբ հողամասի նկատմամբ նախկինում մուլտիվելնես ընկերությունն ունեցել է կառուցապատման իրավունք, իսկ կառուցվող շինության նկատմամբ տիրապետման եւ օգտագործման իրավունք։ Քաղաքապետարանն է դադարեցրել կառուցապատումը։ Քանի որ Ալեք Մանուկյան 11 հասցեի հողամասը Երևանի համայնքի սեփականությունն է եւ ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող հողերի ցանկում, քաղաքապետարանի գնահատմամբ այդ հողամասի վրա մուլտիվելնես ՍՊ-ի կողմից կառուցված շենքերն ու շինությունները նույնպես հանդիսանում են Երևանի համայնքի սեփականությունը։ Մինչ իրավական գործընթացները շարունակվում են, քաղաքական դաշտում արդեն հստակեցվում է նոր խորհրդարանի կազմը։ Հայաստան դաշինքը վերջնական որոշում է կայացրել։ Ընդդիմադիր խմբակցությունը կմտնի ազգային ժողով։ Պատգամավորական մանդատները կվերցնեն ըստ նախընտրական ցուցակի հերթականության բացառությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որը խորհրդարան չի գնա։
Իսկ կառավարության օրակարգում կրկին պաշտոնյաների պարգևատրումն է պետական բյուջեի հաշվին։ Կառավարությունը հերթական անգամ պաշտոնյաներին պարգևատրելու որոշում է ընդունել, սակայն դրա հիմնավորումների զգալի մասը շարունակում է անհասանելի մնալ հանրությանը։ Այսինքն միլիարդներ են հատկացվում պարգևավճարների համար, բայց առանց հաշվետվության։ Կառավարությունը պատրաստվում է մոտ 5 միլիարդ դրամ հատկացնել պետական համակարգի պաշտոնյաներին, սակայն հրաժարվում է բացահայտել, թե կոնկրետ ինչպես են գնահատվելու այդ պաշտոնյաների աշխատանքը։ Հարկատուն վճարում է, բայց չգիտի ինչի համար։ Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Շուրջ 5 միլիարդ դրամ է կառավարությունը հատկացնելու պետական կառավարման համակարգի պաշտոնյաներին պարգևատրելու համար։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն են գնահատվելու։ Պարգևավճար տալու պաշտոնական հիմնավորումը հետևյալն է՝ պետական կառավարման արդյունավետության բարձրացում եւ աշխատակիցների կարողությունների զարգացում։ Իսկ ինչպես է որոշվելու այդ արդյունավետությունը։ Խոսել արդյունավետության մասին, որովհետեւ տրամաբանություն չկա, իսկ բովանդակային առումով պետական համակարգի արդյունավետության բարձրացման վրա պարգևավճարները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ պետական համակարգի արդյունավետության համար, նախ պետք է ունենալ որակյալ, բանիմաց, փորձառու եւ մասնագիտական ունակություններ ունեցող կադրեր, իսկ առնվազն բարձրագույն պաշտոն զբաղեցնողների մակարդակում նման պատկեր մենք չունենք։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պետական համակարգի արդյունավետության ու պարգևավճարների բաժանումը միանգամայն այլ հարթության վրա է դիտարկում։ Պետական համակարգի մի զգալի մասը հայտնի չէ թե ինչով է զբաղվում, այսինքն հանրային ինչ բարիք է ստեղծում, հանրության համար ինչ ծառայություն է մատուցում, պետության համար ինչ արժեք է ստեղծում։ Պարգևավճարները տրամադրվելու են կատարողական գնահատականների հիման վրա, որոնք չեն հրապարակվում։ Ավելին, կառավարության ընդունած որոշման 9-րդ կետը նույնիսկ հույժ գաղտնի է ճանաչվել։ Այսինքն հանրությունը պետք է ֆինանսավորի խրախուսումները, բայց իրավունք չունենա իմանալ, թե ինչ չափանիշներով են դրանք բաշխվում։ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Իրինա Յոլյանը այս որոշմանը հակադրում է Սյունիքի մարզում 869 ընտանիքի նպաստից զրկումը։ Մի դեպքում, երբ որ մենք ունենք հարյուրավոր ընտանիքներ, ովքեր սոցիալական ծանր եւ խոցելի վիճակում են, որոնց ընտանիքների բարելավման ուղղությամբ որևէ էական աշխատանք չի տարվել, պարզապես գործարկվել է մի մեխանիզմ, որի արդյունքում ավտոմատ կերպով այդ ընտանիքները դուրս են մնացել սոցիալական աջակցություններ ստանալու հնարավորությունից։ Մյուս դեպքում հանրային միջոցները, այն որ արդեն չզեկուցվող հարցերի համատեքստում է քննարկվում, դա, այսպես ասած, պետական գանձարանի կողոպուտ է։ Այդուամենայնիվ, Ուժեղ Հայաստան կուսակցությունը չի ստանալու պարգևավճարներ։ Այսպես էր հայտարարել կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Իրինա Յոլյանը չի ժխտում, արված հայտարարությունը ընդունելի է բոլոր անդամների համար։ Եվ մինչ կառավարությունը խոսում է արդյունավետությունից, ընդդիմախոսները հարցնում են, որտեղ են արդյունավետության չափելի արդյունքները։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով պետական համակարգի արդյունավետությունը պարգևավճարներով չի բարձրանում, եթե համակարգում չեն իրականացվում իրական բարեփոխումներ, իսկ առանց հրապարակված կատարողական ցուցանիշների պարգևատրումների տրամաբանությունը մնում է անհասկանալի։ Հասկանանք, այս առաջ երամսյակում թող հրապարակեն յուրաքանչյուր նախարարության առջև ինչ խնդիրներ դրված, տեսնենք այդ խնդիրը արել են, թե ու վերակատարել են, այսինքն հիմա այն առաջի երամսյակում երկրորդ երամսյակի գործնել են արել, հիմա եթե այդ ամեն ինչ լավ է, տենց լավ գնահատել են, ինչի չեն ուզում այդ արդյունքներով կիսվեն մեր հանրության հետ, ժողովուրդն է ուրախանա ու գնահատի իրենց տենց փայլուն աշխատանքը, ասի հալալա, հələ մի բան է ավել տվեք պարգևավճար։ Փակ է նաև մեկ այլ կարևոր տեղեկություն, ով որքան գումար է ստանալու։ Նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների եւ պատգամավորների պարգևավճարները չեն հրապարակվում։ Եթե այդ միջոցները հանրային միջոցներ են, գաղտնի պահել հանրությունից չքննարկել, արդյունավետությունը չքննարկել, արդեն իսկ խոսում է դրա խնդիր լինելու մասին։ Նախկինում պաշտոնյաները հրաժարվել էին պատասխանել այս հարցին, առաջարկելով սպասել հայտարարագրերի հրապարակմանը, որոնք հասանելի կդառնան միայն մոտ 1 տարի անց։ Իսկ թե իրականում ինչի համար են պարգևավճարները, ըստ Առաքելյանի, պատճառն ակնհայտ է։ Ինչպես դեկտեմբեր-հունվար ամիսներին նախընտրական նպատակ էր հետապնդում մոտիվացնել պետական ծառայողներին ընտրել եւ զբաղվել ակտիվ քարոզչությամբ, կիրառել վարչական ռեսուրս ամեն մեկը լիազորությունների շրջանակներում, հիմա երկու մասի կարելի է բաժանել, մեկը հետընտրական շնորհակալությունն է արդյունքների համար
եւ առաջիկայում թիմ ընտրություններ են, նորից դրան է վերաբերվում։ Սա, սակայն, նոր պատմություն չէ։ Անցյալ տարվա վերջին հայտնի դարձավ, որ պատգամավորները ստացել էին ավելի քան 3 միլիոն դրամ պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 12 միլիոն դրամ։ Իսկ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նույնիսկ չէր հիշում, թե ինչքան էր փոխանցվել իր հաշվին՝ 7 թե 8 միլիոն դրամ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին զուգահեռ ակտիվ են նաև դիվանագիտական գործընթացները։ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է եղել ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել բանակցային գործընթացին։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է հաստատվել։ Բայց Ադրբեջանի խոսույթում խաղաղություն հասկացությունն ուղեկցվում է նաև պահանջներով։ Բաքուն կրկին պնդում է, որ վերջնական համաձայնության ճանապարհին Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Ինչու է Բաքուն շարունակում նախապայմաններ առաջադրել, ինչ վտանգներ են տեսնում փորձագետները եւ ինչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում մեծ տերությունների շահերը, Գառնի Մութաֆյանի ռեպորտաժում։ Իրական խաղաղություն, թե հարաբերություն ադրբեջանական տարբերակով։ Ալիևի օգնականն ասում է, Երևանն ու Բաքուն ապրում են իրական խաղաղության պայմանում, սակայն այդ ամենը փաստաթղթավորելու համար պակասում է մեկ բան։ Ըստ Հիկմետ Հաջիևի, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերացվեն նոր սահմանադրության ընդունման կամ այլ իրավական մեխանիզմների միջոցով։ Բաքուն անվրդով առաջ է քաշում նախապայմանները, իսկ Երևանում վիճակն ավելի է բարդացել։ Խորհրդարանի վերջին ընտրությունից հետո գործող իշխանությունը չի ստացել սահմանադրությունը միանձնյա փոփոխելու քվոտա։ Նախկին դեսպանն ասում է, հենց այս հանգամանքն է դարձել բանակցային գործընթացի ամենազգայուն կետերից մեկը։ Մենք ժամանակի առաջ գնալու հետ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին մենք կտեսնենք այլ ավելի խստացող այսպիսի հռետորաբանություն պահանջների տեսքով, մի կողմից փորձելով սպասարկել այս իշխանությունների տարածող թեզը, թե իբրև թե խաղաղություն գոյություն ունի, մյուս կողմից իրենց այդ պայմանների ցանկը, որոնք բոլոր ռացիոնալ դատող անձինք հասկանում է, որ վերջ չունի։ Ադրբեջանը հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի տեքստը հստակեցված է։ Թրիփի ադրբեջանական հատվածում ենթակառուցվածքների աշխատանքը գրեթե մոտենում է ավարտին։ Պայմաններն էլ հստակ փոխանցել է Հայաստանին։ Բաքուն քայլ առ քայլ ձևավորում է այն քաղաքական միջավայրը, որտեղ Հայաստանի վրա ճնշումները կարող են մեծանալ։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը չի բացառում, եթե բանակցությունները մտնեն փակուղի, տարածաշրջանում կարող է աճել նաև նոր ռազմական լարվածության վտանգը։ Առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության Ադրբեջանը չի համաձայնելու խաղաղության գործընթացի առաջմղմանը։ Ավելի պարզ, Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը բնականաբար հանդիսանալու է Սյունիքում ռազմական գործողությունների իրականացման պատճառ։ Փորձագետների համար վաղուց պարզ է, որ Երևան-Բաքու բանակցությունները վաղուց երկկողմ հարաբերությունների մասին չեն։ Իրանի շուրջ շարունակվող լարվածությունը, Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը, Թուրքիայի քաղաքական աջակցությունն Ադրբեջանին եւ Ռուսաստանի փոխվող դերակատարությունը շարունակում են ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ Ձյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նման ռազմավարական հարցերում Բաքվի եւ Անկարայի քայլերը դժվար թե ինքնուրույն լինեն։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նրանք ինքնուրույն դերակատարներ չեն եւ նրանք չեն կարող դուրս գալ իրենց արևմտյան ոչ միայն թելադրողների, այլև ամբողջ իրենց տնտեսության, քաղաքականության վրա էական ճնշում ու լծակ գործադրելու ունակություն ունեցող կենտրոնների ազդեցությունից։ Իրենք կարող են այսպես մեծ հոխորտալով արտահայտվել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Սակայն տարածաշրջանային գործընթացների դերակատարները միայն Երևանն ու Բաքուն չեն։ Թրիփի քաղաքական քավորը Վաշինգտոնն է, որը Գասպարյանի խոսքով շարունակելու է Իրանի դեմ պատերազմի թեման շահարկել մինչև ընթացիկ հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին։ Սյունիքում թրիփի աշխատանքները սկսել աշնանը։ Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին առագացնելու ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը։ Լուծումը հավանաբար իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է։ Երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո կամ կրկնակի կապիտուլյացիան կամ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին։ Տարածաշրջանում ամեն ինչ արագացված ռեժիմով է ընթանում։ Ենթակառուցվածքների պատրաստումից մինչև աշխարհաքաղաքական երկրաշարժեր։ Խաղաղաշինության գործընթացն էլ ավելի հրատապ է դարձնում մեծ պետությունների մասնակցությունը։ Կմոտենա խաղաղության սպիտակ աղավնին եզրագծին, թե նրան կփոխարինի սևագրավը։ Ճնշումների ու լարվածության մակընթացության ավարտը հայտնի չէ։ Առաջիկա ամիսներն ամենայն հավանականությամբ վճռորոշ կլինեն։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մինչ Բաքուն շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, ադրբեջանական արտադրանքն արդեն հատում է Հայաստանի սահմանը։ Առայժմ ընդամենը մոտ 1.5 տոննա պլաստիկ շինանյութ, բայց հարցն այլ է։ Սա սովորական առևտուր է, թե քաղաքական ազդակ։ Ով է այն ներմուծել, ինչ է իրականում հասել Հայաստան եւ ինչու է այդ մասին հասարակությունը տեղեկանում ոչ թե հայկական, այլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրներից, Սեդա Մակարյանն է պատմում։ Ադրբեջանից Հայաստան արտահանվող ապրանքների ցանկում նոր անվանում է հայտնվել։ Այս անգամ խոսքը ոչ թե վառելիքի, այլ շինարարական նշանակության պլաստիկ արտադրանքի մասին է։ Ցանկացած ապրանք, որ Ադրբեջանից ներմուծվում, ինքը չի կարելի Հայաստանի անվտանգության վրա չհասնի։ Քանի Ադրբեջանը անկախ իսրա ռեժիմի հայտարարությունից շարունակում մեծ մնալ թշնամի պետություն, որի ապացույցը բառացիոն 2 օր առաջ, այսպես կոչված Շուշիի ֆորումի ժամանակ իրենց պարագլխի կամ նախագահ կոչվածի հայտարարությունը ուղղակի հակահայկական է։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալով 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանվել մոտ 1.5 տոննա պլաստիկ շինարարական արտադրանք, մոտ $5,900 ընդհանուր արժեքով։ Սակայն պաշտոնական տվյալները չեն բացահայտում ամենակարևորը, ինչ ապրանք է ներկրվել, ով է այն արտադրել, ով է ներմուծել Հայաստան եւ ինչ ճանապարհով է այն հասել հայկական շուկա։ Կարևոր է տեսնել, թե ինչ տեսնականի է բերվել։ Գումարը փոքր է, տեսականին փոքր է, երևի որ ինչ-որ պայմանական խմբականակ է։ Հարկավոր է տեսնել, թե դա ինչ է։ Եթե օրինակ համար դա կլինի այնպիսի արտադրանք, որը որ Հայաստանում արտադրվում է, բնականաբար եթե մեծ քանակներ բերվեն, կարող է շուկայի վրա ազդել, որովհետև ադրբեջանական ապրանքները նաև կարող է էժան լինեն, քանի որ Ադրբեջանը ինքը նավթի արտաբերող երկիր է եւ նավթը օգտագործում են պլաստիկ իրերի արտադրությունների համար հումք ստանալու տեսանկյունից։ Ով է ադրբեջանական ապրանքը Հայաստան ներմուծողը, փորձեցինք պարզել Հայաստանի պետական կառույցներից, պետական եկամուտների կոմիտեից խորհուրդ տվեցին դիմել էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունից էլ հայտնեցին, որ ապրանքը ներկրել են մասնավոր ընկերությունները եւ գերատեսչությունը գործարքի կողմ չի հանդիսանում։ Իսկ ՊԵԿ-ից խոստացան պարզել ներմուծման մանրամասներն ու դրանք ներկայացնել ավելի ուշ։ Մասնագետները սակայն հիշեցնում են, խնդիրը միայն ներկրված ապրանքի քանակը չէ։ Ադրբեջանական եւ թուրքական շինանյութի հնարավոր մուտքի ռիսկերի մասին վաղուց են խոսում, զգուշացնելով, որ մրցակցային անհավասար պայմաններում կարող են տուժել ինչպես տեղական արտադրողները, այնպես էլ շինարարական ոլորտը։ Ընդ որում նրանց գնահատմամբ ծավալների առումով թուրքական շուկան այսօր ավելի լուրջ մարտահրավեր է, քան ադրբեջանականը։ Ցանկացած ապրանքի ներմուծում Ադրբեջանից ներնած գումարի վճարում, սա գնում է Ադրբեջանի ռազմական հիմնադրամ կամ իրենց պետական բյուջե, որը գնում է իրենց ռազմաարդյունաբերության կամ բանակի զարգացմանը, որը մեր դերում գործող կառույց է, վաղմիսօր նրանք ովքեր այսօր վճարում են այդ պլաստիկայի կամ այդ բենզինի համար, վաղմիսօր իրանքից փողերով վճարված հայ զինվոր են սպանելու կամ հայ քաղաքացիական բնակչությանն են ոչնչացնում։ Պլաստիկ շինանյութ հասկացությունը ներառում է տասնյակ ապրանքատեսակներ, դռներ, պատուհաններ, շրջանակներ, պրոֆիլներ, գոգաթափեր, երեսպատման տարեր եւ շինարարության մեջ օգտագործվող այլ դետալներ, սակայն այս պահին հայտնի չէ, թե դրանցից որն է հայտնվել Հայաստանում։ Ադրբեջանը մի բան է կատարում, որը որ որոշակի ուշադրության պետք է արժանանա, այն է, որ ինքը փորձում է արագ դիվերսիֆիկացնել իր կողմից բերվող ապրանքները։ Այսինքն ինքը սկսեց տրադիցիոն ապրանքների, տեսեք նավթամթերք, չէ, սկզբում։ Հետո կամաց անցավ պարատանյութ, ռուսական կամ բայց ինքը կարող է պարատանյութ քիմիկատ տրամադրել, հետո պլաստիկ իրեր, այսինքն այն ինչ որ իր հիմնական արդյունաբերությունը թույլ է տալիս։ Այս պատմության ամենաքննարկվող կողմը սակայն տնտեսականը չէ, այլ քաղաքականը։ Խոսքերը նույնպես եմ գտնում, թողած խաղաղության հավատացողները կարդան Ալիևի 2 օր առաջվա ելույթը
Շուշիում, որը լրիվ հակահայկական էր։ Ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայ ժողովրդի եւ այլն եւ այլն։ Մնացած ընդհանրեն հոսպիտալությունը ցանկացած տարբերակով։ Ադրբեջանը շարունակաբար մնում էր հայ ժողովրդին թշնամի պետություն։ Թեև այս անգամ խոսքը ընդամենը մեկ խմբականակի մասին է, բայց այն արդեն մի քանի կարևոր հարց է առաջացրել։ Սա արդյոք առանձին առևտրային գործարք է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապերի նոր փուլի առաջին ազդանշան է, եւ ինչու է հանրությունը դրա մասին տեղեկանում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունից։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եթե հարավային Կովկասում խոսում են խաղաղության մասին, ապա Մերձավոր Արևելքում շարունակում են խոսել վրեժի լեզվով։ Թեհրանը նոր ուղերձ է հղել Վաշինգտոնին եւ Թել Ավիվին։ Իրանի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել է պաստառ, որի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ երկու երկրների պաշտպանության ղեկավարները։ Պաստառների վրա գրված է՝ «Դուք կխորտակվեք իրանական ժողովրդի վրեժի ծովում»։ Լարվածության ֆոնին տարաձայնություններ են ի հայտ գալիս նաև Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացահայտ քննադատել է Իսրայելի կառավարության որոշ անդամների։ Վենսը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության որոշ ներկայացուցիչներ փորձում են մանիպուլյացնել ամերիկյան հանրային կարծիքը Իրանի հետ պատերազմը երկարաձգելու համար։ Այս ժամի դրա հոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, կհանդիպենք։